Եվ այսպես YouTube-յան գովազդները մտան մեր կյանք։ Չնայած բազմաթիվ բացասական արձագանքների, սա այն գործիքն է, որը միանշանակ պետք է դիտարկել ձեր մարքեթինգային ռազմավարությունում։ Ահա 5 պատճառ, թե ինչու պետք է դիտարկել այն։ Առաջին՝ բրենդի ճանաչողականության աճ։ 2024 թվականին Google-ը իրականացրել է մեծ ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել է, որ տարվա ընթացքում ստաբիլ YouTube-ում գովազդ տեղադրող բրենդերը գնացել են միջինում 17% բրենդի ճանաչողականության աճ։ Իսկ մեր սիրելի AI գործիքներից Midjourney-ն գրանցել է նույնիսկ 40% աճ։ Երկրորդ՝ վաճառքների աճ։ Այս նույն հարցումները ցույց են տվել, որ հաճախորդները 5-ից 15%-ով ավելի հաճախ նախընտրում են այն բրենդերին, որոնք գովազդ են տեղադրել YouTube-ում։ Երրորդ՝ թիրախավորման լայն հնարավորություններ։ YouTube-յան գովազդներն ունեն թիրախավորման լայն շրջանակ։ Դրանք են դեմոգրաֆիկ եւ գեոթարգետինգ, սարքավորումներով եւ հետաքրքրություններով թարգետինգ, գովազդի ցուցադրման վայրով, բանալի բառերով եւ իհարկե ռեթարգետինգ։ Չորրորդ՝ մեծ լսարան։ YouTube-ը հանդիսանում է աշխարհում եւ Հայաստանում ամենաշատ այցելվող կայքերից մեկը։ Հաշվի առնելով, որ մեկ այցելում բավական երկար ժամանակ է անցկացնում YouTube-ում, սա լավ հարթակ է նոր հաճախորդներ գրանցելու համար, հատկապես նրանց, ովքեր չեն օգտվում այս սոցցանցերից։ 5-րդ՝ վիդեոդիտումների հաշվարկման առավել շահեկան մեթոդ՝ ի տարբերություն Meta-ի։ Արդյունքում ունենում ենք ավելի լավ վիճակագրություն եւ սովորաբար ներգրաված դիտորդների առավել լավ սեգմենտ։ Հետևեք մեր էջին, հաջորդ անգամ խոսելու եմ YouTube-ի թիրախավորման լայն հնարավորությունների մասին։